ապրես։ Բարև աղբեջ։ Բարև աղբեջ։ Վեր գեղեցկուջա։ Բարև ձեզ։ Բարև եկեք պարոն Վարկալեմ գեղեցկուջա։ Շարունակվում է ԲՀԿ առաջնորդի քարոզարշավը Տավուշում։ Սահմանապահայց մարզում տասնամյակների հսկայածավալ աջակցության շնորհիվ Գագիկ Ծառուկյանը մշտապես սպասված է։ Այս անգամ հերթը նոյեմբերյանինն է։ Իրեն ջերմությամբ ընդունող բնակիչներին Գագիկ Ծառուկյանը երաշխավորված խաղաղություն, բարգավաճայստան ու բարեկեցիկ կյանք է խոստանում։ Այս երկում ծնվել եմ, այս երկում մեծացել եմ, կայացել եմ, քանդածը վերցել եմ, կառուցել եմ, ինչ ոլորտի ձեռեմ տվեց, ծաղկացել եմ, տասնյակ հազար աշխատատեղեր ստեղծել եմ։ Հիմա իմ ուզածը, որ հնարավորություն տակ, որ ճիշտ որոշումներ կայացնենք, ոչ այսօր պաշտոնի կարիք ունենք, ոչ գումարի, ոչ ճանաչման։ Ուզում եմ իմ երեխեն, ձեր երեխեքը ապով երկրում ապրեն։ Սահմանամերձ նոյեմբերյանցիներին առաջինը հետաքրքրում է անվտանգության հարցը։ Մեկը որդուն է կորցրել, մյուսի համար անհայտ է գերության մեջ գտնվող հարազատի ճակատագիրը։ Միշտ ձեր խոսքը գործ է, հույս ունենք, որ անհետ կորածների հարց։ Բոլոր հարցերը, ես նորից եմ ասում, դա մեր պատվի խնդիրն է։ Եթե ծնողը սպասում է անհամբեր, ամեն մարդ պետք է դա հասկանա, գիտակցի, նա չի քնում, չխկոց, զանգ, սիրտը կայնում է, մարդը լիարժեք։ Չլուծվող խնդիր չկա աշխարհում, չկա այդպես բան։ Հարկավոր է հետևել, զբաղվել, կազմակերպել։ Կարգ կա նոր զոհված ծնողների երեխաների համար, մեկ էլ նախկին զոհված ծնողների երեխաների համար։ Բան չի մեկին 10 միլիոն, 20 միլիոն փոխանա տալի, մեկին 10 դրամ չեն տալի։ Որոշողի ես եմ։ Չէ, դուք չեք։ Երբ որ հնարավորություն տան որոշելու, ասում ենքան արդարացու ճիշտ որոշումներ կայացնենք, որ ամեն մարդ կզգա, որ դա իրան է վերաբերում, իր ընտանիքին, իր ոլորտին։ Պատերազմի բովով անցած բնակիչներից մեկը, որը կռվից հետո էլ սահմանն է պահել, հիասթափված է, ցածր գումարով ապրել այլևս չի կարողանում։ Պարոն Ծառուկյան, ոստավիկ ենք, ապան եմ ծառայ, ոստեմ պահում, երկրապահում կամ ջոկատում։ Հիմա համ դահակ ունենք, համ 10,200 դրամեր օրը, հիմա սարկեցին 8,000 դրամ։ Հետն էլ դրանից մի 90,000 պահում են, տակը մնում է 100,000-7,000 դրամ։ Մի ամիս պոստ եմ կանգնում առաջնագից 100,000-7,000 դրամ էլ չեմ գնում։ Ասում են բարձրացել են գումարները, մեծ գումարներ են տալի։ Այն մարդիկ, ովքեր մեն հաց տունը պահեն, ովքեր փորձ ունեն, պարապած են, կրակել գիտեն, տեղեկացված են, մասնակցել են պատերազմին, թող բարձր գումար նշանակեն, մարդիկ գնան եւ իրենք աշխատեն եւ սահմանը պահեն։ Ոչ թե 18 տարեկան անմեղ երեխաների սահմանները, որ զենք բռնել չգիտի ոնց պաշտպանի։ Իրոք մարդու սիրտը պետք է ցավա։ Ավելի լավ 10,000 պայմանագրային ծառայող լինի, քան թե 30-40,000 անփորձ երիտասարդ։ Պետք է հնարավորություն ստեղծվի, որ սահմանամերձ մարզի բնակիչը կարողանա արժանապատվորեն պահել թե սահմանը, թե իր տունը, ասում է Գագիկ Ծառուկյանը։ Վարդենիսում կառուցելով սառնարանային տնտեսություն ցանկացել է, որ մարդը մնա իր հողում, ունենա վաղվա օրվա հավատ։ Վարդենիսում խոսում էին, եկել են սարիվանացնել են, ժողովուրդը ուզում էր գնար, ներդրում են կարել, որ եթե Ծառուկյան ներդրում արի, ուրեմն ամեն ինչ նորմալ է, չենք հանձնել։ Այսօր ոչ մեկը օգնություն չի ուզում։ Բոլորն էլ հպարտ, մարդիկ են, աշխատանք են ուզում, հնարավորություն են ուզում։ Գագիկ Ծառուկյանն անդրադառնում է ժողովրդի վարկային բեռին, կուտակված տուժտուգանքներին, որ ընկած է գրեթե յուրաքանչյուրի ուսերին։ Վարկային համաներում անհրաժեշտություն է համարում։ Տուժտուգանքները կուտակվեն, նայում ես եսիմ 2,000-3,000-7 եղբայր։ Պետք է դա ջնջվի, ժողովրդին պետք է շունչ տաս, կյանք տաս, հույս տաս, մի հատ էլ պետք է համաներում լինի։ Այսօր ասենք ոնց որ կալանավորների քաղաք լինի, եղբայր ջան, սաղ, բերդերը լիքը տեղ չկա, տները կալանավորված, մի հատ ժողովրդին հնարավորություն ենք տալի, վերազգային վերածնուտենց առաջի քայլն է լինելու։ Ուշադրության առանցքում նաև տաքսու վարորդներն են։ Գագիկ Ծառուկյանի պնդմամբ անարդար է, երբ օրական 15-ից 18 ժամ ղեկին անցկացնող վարորդի եւ տնից աշխատանքի գնացող քաղաքացու համար գործում են նույն բալային շեմը։ Անթույլատրելի է նաև վարորդական վկայականի համար մարդուն դատելը։ Վարորդական իրավունքի համար տարեկան 50-55,000 մարդ դատվածություն է ստանում, այդ քուցավը տանեմ լավ, դրա համար կարելի է, որ մարդը ուրա գալիս է որպես հանցագործ։ Ոնց կարելի է։ Դա պետք է ջնջվի, վերածվի, այդպես բան չի կարելի անել։ Կամ տաքսիստների համար միավորը նույնա քաղաքացու հետ, քաղաքացին գնում գործի է գալի, բայց տաքսիստ առողջիկում քշում է, մարդը ավարտած, դիպլոմով, բայց իր տունը պահելու համար տաքսի է քշում, իր երեխու հացը հասցնի։ 13 տուր քաղաքացուն, տաքսիստին տուր 25-30, եթե դա կտրեցիր վերցեցիր, մարդու տունը ով է պահելու։ Առողջապահության համակարգում հայտարարված պետպատվերը եւս իրեն չի արդարացնում։
Մարդկանց շրջանում համատարած դժգոհություն է։ Պետ պատվերը, այդքան գումար դրվում առողջապահության համար։ Նայեք չի արդարացնում, մարդիկ դժգոհ են։ Մարդիկ հետագրվելուց ասում են մի ամիս հետո արի, մի ամիս հետո ասում են էլ հերթ չկա, կամ գրում ես ասում է պետ պատվերի մեջ է հիվանդություն չկա։ Անայիմ մերը 80 տարեկան կինա 50 տարվա ստաժ ունի, աչքեր հիվանդանոցում եկել են, ասում է հերթագրվի։ Այրումից վերակացել եկել նոյեմբերյան դու առաջնահերթ է թոշակառույն ընդունի։ Երևանից մինչև հեռավոր մարզեր սպասեք լավ փոփոխությունների, հայտարարում է Գագիկ Ծառուկյանը։ Եկող տարի կբացվի Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանը։ Մեգանախագիծը հսկայական հնարավորություններ է ընձեռելու մեր ժողովրդին։ Ես ուզում եմ, Ժորժ ջան, իմ ժողովուրդը լավ ապրի։ Դրա համար այդքան մտածելով Աստծո կամոք իմ մտքի մեջ մտա, որ գոնե մենք որպես հայ քրիստոնյա ասելու բան ունենք։ Եվ Քրիստոսի արձանը Աստծո կամոք ինք իրան կառուցվում է ամենահզոր, ամենակարող, ամենագեղեցիկը լույսով հավատով, որ ամեն ինչ լավ է լինելու։ Դուք պետք է սպասեք նոր փոփոխությունների, ես եմ ասում, լավ փոփոխությունների, որ բոլորն էլ փող են աշխատելու, որ բոլորն էլ գործ են ունենալու, որ բոլորն էլ պետք է հիմնեն փոքր ու միջին բիզնես։ Հիմա կողքնել Նոյան տապանն եմ կառուցում։ Մարդը սիրելով իր հայրենիքի ժողովրդին պետք է գործ կատարած լինի, որ ժողովուրդը դրանով հպարտանա։ Նոյեմբերյանում դուք ունեք մի ահռելի բանակ, որոնք ձեզ շատ վստահում եւ շատ սիրում են եւ հավատում են ձեր բոլոր խոսքերին ու ձեր ծրագրերին։ Նոյեմբերյանցիները հաջողություն ու հաղթանակ են մաղթում Գագիկ Ծառուկյանին եւ նրա թիմին առաջիկա ընտրություններում։ Վստահ որ հաղթանակը տոնելու են միասին։ Իր հերթին ԲՀԿ ղեկավարը խոստանում է, բարեփոխումները օր-օր են զգալու։ Հարգանքներս շատ շնորհակալ ենք ամեն ինչի համար։ Մենք բանակի վետերան են, դավերնես, պարոն Ծառուկյան, համար 7։ Ուրեմն Ժորժ ջան, շնորհակալ եմ։ Բոլորի աշկերի մեջ սպասելիք կա։ Կլինի թե չլինի։ Պատրաստ եմ, թիմն էլ ունեմ, ծրագիրն էլ ունեմ, կապերն էլ ունեմ, հնարավորություն ունեմ։ Մեր երկիրը զարգացնելու, ծաղկացնելու, մեր ժողովրդին այս վիճակից հանելու։ Չանսիպները միամիտ հարուստացած, դրանցից վտանգավոր չկա, ցավը տան։ Ես դրա համար ձեզ ասում եմ, տվեք, պահանջեք, ինչ ասել եմ, մի բան էլ ավել մենք անելու ենք։ Գտակ ձեր ցավը տանեմ, չեք տալի ձեր ցավը տանեմ։ Էլի ես ձեր Ծառուկյանն եմ, այսքան մի բան։ Ավայ ցավը 100%-ով մեր ձայնը քոնն է։ Ես ձեզ այնքան եմ հարգում, շնորհակալ եմ, մեռնեմ սրտի։ Ավելի պարտավորված եմ։ Ամեն ինչ արեք Ռուսաստանից չբաժանվենք մենք։ Եք բար հնարավորություն տվեք, ծաղկացնենք, տվեք հնարավորություն։ Դրա համար մեր ձայները ձեզ են Ձեզ ես ցավն էլ տանում։ Ոնց արուտել, կարեք նկարվեք։ Արյա, բերեք։ Համայնքապետը եկել է Ապերատար կանգնած լսում էր միջև վերջացնեք։ Ղարաբաղից ենք տեղափոխվել Հայաստան ու միշտ մեր կողքին ենք եղել։ Շատ գոհ, շնորհակալ եմ։ Շատ եմ երազել ձեզ տեսնել։ Շատ ենք սիրում, կարանք նկարվենք։ Քո ցավը տանը ոչ ես կար, ախպե ջան։ Հունիսի 7-ին ընտրենք համար 7-ին ԲՀԿ ղեկավարը թիմակիցների եւ համակիրների հետ քայլում է Նոյեմբերյանի փողոցներով։ Մարդիկ նրան են միացել մեծ հավատով, գիտեն, հաղթանակի դեպքում հնչեցրած ոչ մի խոստում օդում չի մնալու։ Քաղաքի բարձունքում 44-օրյա պատերազմում անմահացած հայրենիների հուշակոթողն է։ Գագիկ Ծառուկյանը ծաղիկները խոնարհում մատուցում հարգանքի տուրք նրանց հիշատակին։ Բարգո պատիվ քեզ, կառուցել Ոնը թեթևակի ծնողների վիշտը թեթևացնել, որ կա ուշադրություն կա։ Մեծ հուշախտյուրել եմ կառուցում հողային աշխատանքին կատարել եմ։ Կարևորը գործն է մնային, ապրես։ Դե գնացինք։ Տավուշում հաջորդ կանգառը Բերդն է։ Սահմանամերձ քաղաքում ԲՀԿ ղեկավարին ահուհացով երկու պարով են դիմավորում։
Ողջունելով համակիրներին Գագիկ Ծառուկյանը շնորհակալություն է հայտնում ջերմ ընդունելության համար, ապա ներկայացնում առաջարկ Հայաստանին ժողովրդական ծրագիրը ոլորտ առ ոլորտ։ Հատուկ եկել եմ ձեր հետ խոսելու, ձեր աչքերի մեջ նայելու, ձեր հարցերին պատասխանելու եւ ասելու մեր ծրագրերի մասին։ Մենք սկսել ենք ուսանողից մինչեւ արվեստ, մշակույթ, կրթություն, գիտություն, փոքր ու միջին բիզնես, գյուղատնտեսություն, փոշակառու, բոլորը գիտենք խնդիրն ու խնդրեմը եւ ինչ որ մենք ասում ենք, դա հիմնավորված պետք է մարդուն ձեռ մեկնել, ոչ թե մարդուն ճայիչի մեջ կենտեն։ Հնարավորություն պետք է տան, պայման ստեղծեն, որ ժողովրդի դեմքի շփիտ լինի, ժողովրդի երկիր չգնա։ Հանդիպման ընթացքում առաջացած տեխնիկական խոչընդոտները ջերմ մթնոլորտը չփոխեցին։ Անջատեցին ես։ Հնարավոր է։ Լույսերը գնա, Ջորջ ջան, ոչինչ։ Գագիկ Ծառուկյանը կոչ է անում անպայման մասնակցել ընտրություններին, չվախենալ սպառնալիքներից, քվեարկել խղճի ու սրտի մտոք։ Որոշ մարդիկ վախում են, այո կանչում են, գործի թանում են, ամեն իմ հանդիպումից հետո տեղում 3-4 դիմումը գրեք, ասում չգրեք, տեսնեմ ոնց են անում, հետո համապատասխան կվերականգնենք, բայց դա մոտեցում չի, ոսում են ժողովրդավարությունի, ժողովրդը ոնց ասի, այսօր ղեկավարը ժողովրդն, այդ է ցավը, տենց բան չկա, քո գղճի առաջ, քո երեխայի ապագայի համար գնացեք ձեր ընտրությունը կատարեք ժողովուրդ։ Ինչ որ ասում ենք ժողովուրդ, 10 անգամ ավելի լավ է լինելու։ Կյանքում այսքան կայացած մարդը չի կարող այս ծանրության տակ մտնի, որ չկարողանա դա իրականացի։ Ժողովուրդը պետք է զգա պետական ծրագրերի արդյունավետություն իր մաշկի վրա։ Դրանք պետք է լինեն հասցեական, նպատակային։ Ձեզ խոսք եմ տալի, հետևողական եմ լինել, որ հասանելիքի երկրի ժողովրդին ճիշտ նպատակին ծառայի, արդյունավետ օգտագործվի, արդյունք լինի, որ մարդիկ դա զգան։ Ես այս անկեղծությունը, մաքրությունը տեսնելով գնահատականը, որ շրջաններ գնում եմ, մարդիկ ասելով արել եմ, օգնել եմ, դա իմ հոգու համար, հանգիստելու համար դիմել են ալեմ, բայց այսօր բարեգործությամբ Ժողովուրդ ջան, երկիր չես պահի։ Սահմանամերձ Բերդում անհանգիստ են Ալիևի հռետորաբանությունից ու դրանց ընթացք տվողներից։ Երբ են պրծնելու Ալիևի մարզպետից, բոլոր ժողովուրդին կրկրեց, իրար դեմ հանեց։ Ձերի ժողովուրդ, ձեր հետ խոսում շատ անկեղծ, երբ Ալիևի հաղորդումները նայում եմ, ես շատ վատ եմ զգում։ Առհամարական, ասելով Արևմտյան Ադրբեջան, ոչ որ ցեղեր են եղել, 100 տարի է որ նրանք պետություն ունեն։ Մերը հազարավոր տարիների պատմություն, ասենք այդ խոսալը, որ պետք է կան 300,000 մեր գեներալները, նախագահները, այսօր գերի կարգավիճակում, դա մեծ ամոթ է, ես նորից եմ ասում։ Դրա համար հարկավոր է երաշխավորած խաղաղություն, ձայնը տվեք, անպայման կտեսնեք, ոնց է լինում, եւ հիմնական նրա մտավախությունը, որ ամեն ինչ ավելի արագացնում է, որ հանկարծ ոչ մի բան չփոխվի, որտեղ զգալով որ բան փոխվեց, ելի է նպատակներին ինքը չի հասնելու։ Տավուշում բնակություն հաստատած արցախցին իր եւ մյուս տեղահանվածների անունից է խոսում առաջ քաշելով իրենց զավակների անվճար կրթության անհրաժեշտությունն ամբողջ ուսումնառության ընթացքում։ Մեծ աղջիկս ընդունվել է որպես Արցախից եկած։ Պիտի քննություն տա, հետորն են կայնում ասում, պիտի վճարես որ կարաս անցնես։ Հիմի այդ մենակ իմ երեխան չէ, էլի տենց երեխեք շատ կան։ Ես գիտեմ որ շատերին օգնել ես։ Ես վստահ եմ էլի որ էլի ավելի շատ կանես։ Եվ ես ուրախ եմ որ ընտրվես դու։ Մեր ծրագրի մեջ կա ուսումը պետք է անվճար լինի, որտեղ ծնողը գիշերը չի գնում, ոչ ես կարող վճարես, որ երեխան սովորի։ Շակսել են կտե։ Ես դրա համար ասում եմ ծնողը որ չկարողանա երեխու ուսման վճարը վճարի, իր կյանքից 5 տարի կպակասի, հիվանդություն ձեռք կբերի, որ ինքը վիճակի չի իր երեխային կրթության տալու։ Իմ ասածը սա է, գիտեմ, հնարավորություն տվեք, պահանջեք, ամեն ինչն ճիշտ անմիջապես կլինի։ Հանդիպմանը նաև պրովոկացիոն հարցեր են հնչում։ Գագիկ Ծառուկյանը փաստարկներով է հակադարձում։ 44-օրյա պատերազմի ժամանակ դուք ինչ օգնություն ցույց տվեցիք մեր զինվորական նախարարությանը, որպեսզի մենք կարողանայինք հաղթենք։ Կխնդրեմ, մի հատ շրջագայեք Բերդի, գյուղերի տարածաշրջանը եւ
ԿՊ-ին իմ ոտին չգրեք, ես ԿՊ-ական չեմ։ ԿՊ-ից հարտում։ Չէ, ԿՊ-ական։ Ձեր դեմքից էլ է։ Չէ։ Ժողովուրդ ԿՊ-ական է։ Չէ, ԿՊ-ական չեմ։ Հիմա ես խնդրում եմ մի հատ շրջագայեք ու տեսնեք մեր կառավարությունը ինչ չի արել, որ դուք եկել եք պետք է անեք։ Բոլոր դպրոցներն, մանկապարտեզներն, բոլոր գույքերով, սահմանի խաղաղություն, ամեն ինչը կատարել է։ Խնդրում եմ ասեք, ինչի թիկուն չկանգնեցիք մեր պետությանը, խնդրեմ։ Ուրեմն ես քեզ շատ հարգում եմ, Ֆրիկ ջան։ Ամենակարևորը կուսակցական պատկանությունը ոչ մի կապ չունի։ Տվել ես հարցի պատասխանը տամ, որպես հայորդի տեղը տեղին ասելով։ Ես այդ պատերազմի ժամանակ եղել եմ բանտում եմ եղել։ $3 միլիոն տղաներից ասել եմ։ Տղաներ ջան, հավաքեք ինչ գումար կա, ուղարկել ենք Արցախ։ Նախագահին ենք ուղարկել, որ չասեն զինվորը ֆորմա չունի, մասկա չունի, ես բանտում եղած ժամանակ ուղարկել եմ։ Ցանկացած հարց, ով դիմելա օգնաջակցել եմ, տվել եմ, արել եմ, մերժում չի եղել։ Այսօր ոչ թե կուսակցության խնդիր է, սիրելի քույրիկ ջան։ Ես ասում եմ, հիմա միկրոֆոնը տալիս եմ քեզ, այս ժողովրդին ասա, այս ճանապարհը նայի, մարդկանց վիճակը նայի, այս աշխատատեղը բացվե, այս ենք արել։ 8 միլիարդ ավելացել է, մարդկանց մատից բուժ չեն անել, աշխատատեղ չեն ստեղծել, այսօր սա կորցրել ենք, հիմա այս ժողովրդին պատասխանի 8 տարվա մեջ ձեր կյանքում ինչ է փոխվել ժողովուրդը։ Այս վիճակից մենք պետք է դուրս գանք։ Հիմա այս մարդը իր թիմով չի կարող անի։ Ես ասում եմ, այս թիմով չի կարող, ամբողջ երիտասարդներով։ Պետք է փոխի, չփոխեց, դրա համար այսօրին ասել։ Բան չասել։ Շնորհակալություն։ Իսկ տավուշցիների հարցերը շատ են։ Անմիջական զրույցն ուղեկցվում է խնդիրների լուծման հույսով ու հավատով։ Հաջողություն ու հաղթանակ են մաղթում ԲՀԿ առաջնորդին։ Մենք մեծ հույսեր ունենք քո հետ իհարկե, միշտ ունեցել ենք, ինչ ես մտածում, կարանք բան փոխենք, թե Եթե դուք ուզում եք փոխել, իմացեք փոխված է։ Սպասեք լավ փոփոխությունների հունիսի 7-ից հետո։ Շատ ուրախ ենք։ Ոցավը տանը։ Ինչ ասում ես, չես միշտ հետևում ենք, շատ միշտ խոսել գործ է, հավատացել։ Մեծ հույսով ենք սպասում։ Զոհված մայր շատ գոհ շնորհակալ ենք ձեզանից։ Խոնարհում եմ ձեր առաջ, Մարիկ ջան, դա այն ցավն այն սպինա, որ ամբողջ կյանքում չի անցնի։ Բոլորը պետք է հարգեն, գնահատեն։ Որ այսօր զավակ ես կործե հայրենիքի համար, հողի համար։ Ընտանիքով մենք քեզ հետ ենք։ Սահմանապահ մարզի բնակիչները վստահ են։ Գագիկ Ծառուկյանի ու նրա թիմի հաղթանակի շնորհիվ ունենալու են իրենց երազանքի խաղաղ ու բարգավաճ երկիրը, որտեղ յուրաքանչյուր ոք գլուխը բարձր է քայլելու ուժեղ ու պաշտպանված է լինելու։ Մենք ընտանիքով իրան թիկունք ենք կանգնած ենք, 4 հոգի ենք տանուց, 4 էլ պետք է ընտրենք իրան։ Պարոն Ծառուկյանը ուզում է նախ առաջին երթի խաղաղ Հայաստան, բարգավաճ Հայաստան։ Միշտ էլ աջակցում եմ այդ մարդուն, որպես հայրենասեր մարդ։ Մենք պարոն Ծառուկյանին սիրում ենք։ Լուսավոր թիվ ենք տենում 7-րդ համարը պետք է ընտրենք։ Իմ այդքան չարչարմունքը, որ 4 պատերազմի մասնակցել եմ, ու այսօր թուք նավայելը։ Կուզեմ մենակ մի բան, Գագիկ Ծառուկյանը լինի մեր վարչապետը։ Ինչպեսի Հայաստան մենք կունենանք պարոն Ծառուկյանի կողմից։ Իրա նման հզոր, միանշանակ։ Ծառուկյանի հետևից են գնալու ժողովուրդը, որովհետև ուժ ունի, թափ ունի, խելք ունի, բանավորություն ունի, հարգանք ունի։ Նմանը չկա Հայաստանում։ Հունիսի 7-ին ընտրենք համար 7-ին։ Ժորժ, շնորհակալ եմ, ստեցուն ձեզ։ Ստացված եմ։